Ինչպես բացահայտվեց ու վնասազերծվեց 19 հոգանոց զինված հանցախումբը, ինչ մեթոդներով կանխվեցին ծրագրվող ծանր հանցագործությունները։ Ալֆա հատուկ ջոկատայիների գործողությունների կադրերը նայող գործիչները առաջին հերթին շեշտում են. լավ է, որ կանխված դեպքի հետ գործ ունենք, ոչ թե հետևանքների։ Ազգային ժողովի ներքին գործերի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը իրավապահների պրոֆեսիոնալիզմն է ընդգծում։ Իսկապես ունենք պրոֆեսիոնալ աշխատողներ, երևի պետք չի կասկածել կան։ Պատգամավորը մեկ հարց ունի ու դրա պատասխանն ակնկալում է քննության մյուս փուլերում։ Որտեղից է հանցախումբը ձեռք բերել այսքան ապօրինի զենք զինամթերք։ Միայն եւ միայն ուրախ եմ, որ մենք կարողացանք կանխենք առնվազն այդքան անօրինական զենքի օգտագործման հնարավորությունը։ Ժառանգություն խմբակցության պատգամավորը ասելիքը որպես կոչ ձևակերպեց ու դիմեց բոլոր քաղաքացիներին լինել զգոն։ Ընդհանուր անվտանգության համար յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինն ունի։ Բացի իրավապահ մարմիններից, ամեն մեկս էլ ունենք նաև մեր պարտավորություն, ինչպես ՀՀ քաղաքացի, ինչ-որ չափով նպաստելու անվտանգության միջավայրի զարգացմանը մեր երկրում։ Եթե վերցնենք օպերացիայի տակտիկական մասնագիտական կարգով, Ներքին գործերին նախկին նախարարը երիտասարդ գործընկերների իրականացրած օպերացիայի կադրերն արդեն որերորդ անգամ են նայում։ Գեներալ ընկերներով անմիջապես են հավաքվել, վերլուծել, քննարկել ու իրենց գնահատականը տվել, ապրեն տղաները։ Ասում են դրոժնա է ռաբոտոր, ասում են, որ արդյունք է տվել։ Այս այնց ուրախացնում է, որ իսկապես մեծ գործ են անում։ Մենք միշտ տեսնում ենք միայն վատը, լավն էլ պետք է տեսնենք։ Փորձառու աչքով օպերացիան ուսումնասիրող Կարլոս Ղազարյանը ոստիկանության ազգային անվտանգության համատեղ աշխատանքն է գովում։ Շահարկումների ու քննադատության մասին չի էլ ուզում խոսել։ Կարևորն այն է, որ ոչ մեկի քթից անգամ արյուն չեկավ։ Ծանր հետքեր չկան, բայց մարդիկ չեն տուժվել, քաղաքացիներ չեն տուժվել, եւ ում որ կալանունանք էլ չեն տուժվել։ Սա արդեն դրական գնահատական է։ Իսկ որ ապակին կոտրել կամ դուր կոտրել շատ կներեք։ Ուզում եք որ գայք ասենք էստի համեցեք, եկեք բերեք ձեր զենքը տվեք, ոնց դա է լինում։ Դուք պատկերացնում եք ոչ ճիշտ աշխատանքը ոստիկանության անձնարարության մեկ աշխատանքից ոչ ճիշտ աշխատանք, մի կրակոց եւ մարդկային զոհ կամ վիրավորում։ Արգրավված զենք զինամթերքի քանակը տեսնելով Կարլոս Ղազարյանը մասնագետի հայացքով պատկերացնում է, թե ինչպիսին կարող է լինել հետևանքը։ Ախր մարդիկ չեն պատկերացնում էլի ինչ կարող է լինել դա հետևանքը։ Ասել է հեշտ է։ Քննադատել է հեշտ է։ Դուք պատկերացնում եք մի հատ գրանատ թեկուս, երկու հատ գրանատ կամ մի հատ պայթուցիկ նյութ գցեին։ Այս փոքր մեր հանրապետությունում մանավանդ մարդիկ էլ տաքացնում են ժողովրդի մեջ բան են գցում։ Պետք չի, այլ ուրիշ բան ժողովրդի զգոնություն պետք է բարձրացնենք, որ ժողովուրդը ավելի զգոն լինի։ Քաղաքագետների վերլուծությունն էլ է պատրաստ։ Վնասազերծված խումբը կապ չունի ոչ մերձավոր արևելքի զարգացումների, ոչ էլ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունների հետ։ Զինամթերքը նախատեսված էր հենց հայկական ներքին քաղաքական դաշտում գործադրելու համար։ Գրեթե լիովին, երևի թե եթե ոչ բացառված, ապա մինիմումը հասնում ինչ-որ արտաքին ուժերի հետ այդ, ասենք, խմբի գործողությունները։ Այնինչ հայտնաբերեցին Հայաստանի իրավապահները ծավալով, զենքի քանակով ու տեսակով շատ нման է փարիզյան դեպքերին, բայց Հայաստանի հատուկ ծառայությունները Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով գործեցին ավելի պրոֆեսիոնալ։ Очень просто сравнивать. Вот только что в Париже случилось примерно то же самое. Շատ պարզ է համեմատելը։ Բոլորովին վերջերս Փարիզում տեղի ունեցավ նույնը եւ Փարիզի ոստիկանությունը չկարողացավ նախապես անել այն, ինչ արեցին Հայաստանի հատուկ ծառայությունները։ Արտաքին գործերի փոխնախարարին էլ հարցը այլ ձևակերպման է տրվում։ Սա նշանակում է, որ ահաբեկչության միջազգային ցանցը Հայաստան հասավ։ Շավարժ Քոչարյանը նախ ճշտում է, որ դրան բոլոր պետությունները պետք է պատրաստ լինեն։ Հետո հիշեցնում, Հայաստանը հարաբերականորեն ապահով է։ Շակե Ղազարյան, Զոհրաբ Հարոյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։